Հարգելի լրագրողներ, նախ իսկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ արձագանքել եք մեր առաջարկին ասուլիսը անցկացնել Երևանից դուրս։ Իհարկե մենք փորձեցինք հնարավորինս ավելի մոտ տեղակայված դպրոց ընտրել, որպեսզի անհարմարություններ չունենաք աշխատանքային օրվա ընթացքում գնալու վերադառնալու, բայց շատ կարևոր եմ համարում, որ մենք միասին ունեցանք հնարավորություն շրջելու նորակառույց դպրոցում եւ տեսնում եք, որ այստեղ մենք փորձել ենք նաեւ մի քանի սահիկների վրա ցույց տալ կարևոր արդյունքներ եւ առաջինը խոսում ենք հենց կառավարության կարևորագույն 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրից։ Հիմա մենք ձեզ հետ միասին գտնվում ենք նորակառույց ամենամեծ դպրոցներից մեկում, այստեղ սովորում է ավելի քան 1600 աշակերտ եւ դպրոցը արդեն մի քանի ամիս է գործում է եւ մենք ունենք հնարավորություն նաեւ միասին տեսնել եւ նաեւ այս շրջայցի ընթացքում թե ինչպես է դպրոցը աշխատում եւ սա էլ մեզ համար մոնիտորինգային այցի պես մի բան է նաեւ, որովհետեւ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը, ինչպես մենք չենք դադարում կրկնել, մի ծրագիր է, որի ժամանակ մենք ինքներս անընդհատ սովորում ենք եւ այստեղ անընդհատ նկատում ենք նաեւ բաներ, որը կարելի է անել ավելի լավ եւ կարելի է ստանալ ավելի լավ արդյունք, բայց արդեն այն ինչ որ ստացվել է, կարծում եմ մեր երեխաների համար ստեղծում է էապես նոր հնարավորություններ եւ վստահ եմ, որ այստեղ սովորող երեխաները իսկապես ունեն ստեղծագործելու իրենց բոլոր նախասիրությունները զարգացնելու, որակյալ կրթություն ստանալու անհրաժեշտ պայմանները եւ այսպիսի դպրոց պիտի լինի մեր երկրի յուրաքանչյուր դպրոց եւ հենց սա է պատճառը, որ մենք խոսում ենք այն մասին, որ առաջին 300-ից հետո մեզ արդեն սպասվում է հաջորդ 300 դպրոցը եւ մենք պետք է ապահովենք, որպեսզի մեր բոլոր երեխաների համար այս պայմանները լինեն հասանելի։ Պետք է ասեմ, որ սկսելով այս ծրագրի մասին խոսելիս, գիտեք, ամենաշատը մեզ հարցնում են, արդյոք կհասցնեք 300 դպրոցը ժամկետներում ավարտել եւ արդյոք կառավարության այդ կարևոր ծրագիրը իր հանգրվանին կհասնի։ Այո, կհասցնենք եւ սա ասում եմ շատ ավելի մեծ վստահությամբ եւ համոզվածությամբ, որովհետեւ մենք այսօր արդեն ունենք ավելի քան 100 դպրոցներ, որոնք ավարտված են եւ ավելի քան 280 մանկապարտեզներ եւ նախակրթարաններ, որոնք ավարտված են, բայց մի կարևոր ցուցանիշ եւս որ կուզեի ընդգծել մեր կատարման տեմպն է։ Եթե մենք նախորդ տարի կատարել էինք աշխատանքներ շուրջ 53 միլիարդ դրամի չափով, ապա այս տարի, այս մեծ ծրագրի շրջանակներում մենք շուրջ 121 միլիարդ դրամի կատարողական ունենք։ Իսկ սա առաջին հերթին կատարված աշխատանք է, ու ես ուզում եմ շնորհակալություն հայտնել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակին, որ համակարգում է այս մեծ ծավալը, քաղաքաշինության կոմիտեն, տարածքային զարգացման հիմնադրամը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, ֆինանսների նախարարությունը, շատ մեծ թիմ, իհարկե մեր նախարարությունը աշխատում է, որպեսզի այս ծրագիրը իրականություն դառնա եւ այն ուրեմն ցուցանիշը, որ մենք այս տարի ունենք նախորդ տարվա համեմատ 123%-ով ավելի բարձր կատարողական ցուցանիշ, ցույց է տալիս, որ մենք իսկապես շատ ավելի մեծ տեմպով եւ շատ ավելի որակյալ աշխատանք ենք անում եւ 300 դպրոցները եւ 500 մանկապարտեզները ժամանակին իրացված թիրախ են դառնալու կառավարության ծրագրի եւս մի կարեւորագույն թիրախ, որը իրացված է լինելու, բայց